Ողջույն, մետամոլորում այսօր քննարկելու ենք տեխնոլոգիական սրընթաց զարգացման համատեքստում բնական ռեսուրսների պատասխանատու կառավարման հարցերը։ Առնվազն փորձելու ենք շոշափել այդ հարցերը։ Այսօրվա իմ հյուրերն են Գոռ Ալեքսանյան, Աշխարհագրության եւ Երկրաբանության ֆակուլտետի փոխդեկան, սերվիսի ամբիոնի դոցենտ եւ Հայկ Զաքարյան, Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի հաշվարկային նյութագիտության լաբորատորիայի վարիչ։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Մենք, որ ասում եմ մենք, նկատի ունեմ մարդիկ, ովքեր հաստատ արհեստական բանականության, հաշվարկային գիտությունների ոլորտից չեն, ուղղակի սովորական մարդիկ ոլորտից դուրս սովոր են պատկերացնել արհեստական բանականություն, առհասարակ տեխնոլոգիաներ, առհասարակ թվային միջավայրը որպես անմարմին, աննյութական մի բան, ուղղակի մի բան, որը անշոշափելի է, բայց իրականում այդ ամենի հետևում նյութեր են, հենց բնական ռեսուրսներ են, ջուր է, հանքանյութեր են, էլ ինչ է, դուք կասեք հող է, մի խոսքով շատ իրական ֆիզիկական է նաև այն, ինչ որ պահում է այդ թվային աշխարհը կամ այլ կերպ ասած maintenance-ն է ապահովում։ Հիմա այս տեխնոլոգիական սրընթաց զարգացման ժամանակ մենք ինչ խնդիրների ենք բախվում ռեսուրսների պատասխանատու կամ առհասարակ թեկուզ անպատասխանատու կառավարման տեսանկյունից։ Կուզեի, որ այս հարցերը սկսենք քննարկել եւ ես կուզեի, որ Հայկ, դուք սկզբում մի քիչ ավելի կոնկրետ ինչ որ մեկնարկ տայիք, թամապես որ մի քիչ ավելի լավ պատկերացնենք ինչի հետ գործ ունենք։ Օրինակ Հայաստանում այդ ինչ սուպեր համակարգիչ է, օրինակ այդ սուպեր համակարգիչը, գերհամակարգիչը աշխատացնելու համար, հա, պատկերավոր լեզվով եթե խոսենք, ինչ նյութեր են գնում, որ մարդը չի պատկերացնում։ Շատ լավ, նախ շնորհակալություն հրավերի համար։ Նշեմ, որ իրականում Հայաստանում կա երկու գերհզոր համակարգիչ։ Մեկը ազնավուր գերհզոր համակարգիչն է, որը գտնվում է ինժեներական քաղաքում, երկրորդը Երևանի պետական համալսարանում է գտնվում։ Նրանք իրենց նպատակներով եւ կառուցվածքով բավականին տարբեր են։ Մեկը CPU-ներ է, այսինքն պրոցեսորներ են, իսկ մյուսը GPU-ներ են, գրաֆիկական, այսպես ասած, պրոցեսորներ, որոնք տարբեր հզորություններ են ծախսում։ Հիմա ինչ վերաբերում է ռեսուրսների եւ առհասարակ պահանջարկի մեծացման հետ կապված, նայեք, հիմնական սերվերները աշխատում են չիպերի հիման վրա եւ այդ չիպերը բնականաբար կազմված են տարբեր նյութերից, հանքանյութերից, որտեղ շատ են պղինձ, ալյումինը, ոսկին, բազմաթիվ նենց տարրեր կան, Մենդելեևի պարբերական աղյուսակից, որը շատ չեն երկրագնդի վրա, այդ ամեն ինչը ապահովում է չիպերի աշխատանքը։ Եվ գնալով պահանջարկը ինչքան մեծանում է, այդքան չիպերի արտադրությունները բավականին մեծանում եւ առաջին հերթին մենք մեր լաբորատորիան զգացել է նոր համակարգիչներ առնելու process-ի ընթացքում, երբ որ գինը բավականին կտրուկ աճեց։ Այդ առաջին քանի տարվա, այս վերջին քանի տարվա ընթացքում մի տարի։ Վերջին մի տարին, եթե ոչ կրկնակի, ապա եռակի եւ քառակի ասենց էս։ Իսկ այսինքն այդ առաջինը ինչ որ տեսնում ենք։ Հիմա բացի այդ ապահովումից, որը առաջնորդին սարքելուն է վերաբերվում, երբ որ արդեն սարքած է եւ գործարկվում է, անհրաժեշտ է էներգիա, բավականին մեծ էլեկտրաէներգիա։ Երևանի պետական համալսարանում 64 GPU-ից բաղկացած գերհզոր համակարգիչը, որը նաև համալրված է 16 այլ GPU-ներով, ամեն մի GPU-ում մոտավոր 60 մեկ GPU-ն 700 վատ է ծախսում, ընդհանուր համակարգը իր հավասարման համակարգով եւ ամեն ինչով 60-ից 80 կիլովատ։ Դա կարող պատկասեք 1 կիլովատը, դա մի պլիտա, այսպես ասած, ջերմոց, հա, ոնց կլինի ճիշտ։ Ու դրանց քանի օգտագործում ինչքան ժամանակում։ Առհասարակ մի օրում, մի ժամում, սենց ասեմ, միավորն եմ ուզում հասնել։ Հա, սենց ասեմ, ուրեմն այդ մի սերվեր համակարգիչը կարելի է պատկերացնել մոտ մի 100 այդպիսի բաներով, պլիտաներով, որոնց ջերմությունը պետքա միաժամանակ այդտեղից հանել, որտեղ եթե այդ պրոցեսորները մի քիչ տաքանան ավելի իրենց սահմանված շեմից,
իրանք արդեն խոտան են տալու եւ չանալու են, որը արդեն բավականին Այդ հովացման համակարգի մաս։ Այո, հովացման համակարգը պետք է շատ կայուն լինի, բացի դրանից նաև պետք է հոսանքն էլ անխափան լինի, հոսանքը չտատանվի։ Օրինակի համար ԵՊՀ-ում 2 հատ առանձին գեներատորներ են դրած, եթե նույնիսկ մեկը խամփան է, որ մյուսը աշխատի, այսինքն 2 հատ շերտ է դրած, որպեսզի էլեկտրոէներգիան առանցակ չխափանվի։ Այսինքն բավականին մեծ համակարգ է սարքված եւ ընդհանուր համակարգը ծախսում է նույնիսկ 60-ից 80 կիլովատ, որը բավականին շատ է։ Եթե տարեկան կամ ամսական կտրվածքով ունենք, դա համապատասխանում է մոտավոր մի 100 բնակարանի։ Այսինքն բավականին լուրջ համակարգ է եւ աշխարհում գնալով այդ պահանջարկը շատանում է, այդ էներգիայի աղբյուրների պահանջարկը շատ կտրուկ մեծանում է եւ հիմա տենց այն է, որ տեխնոլոգիական ընկերությունները, որոնք արտադրում են չիպեր, Nvidia-ն նույն բոլորը կամաց վերածում են նաև էներգիայի արտադրման ընկերությունները, որովհետև իրանք նույնպես սկսում են արտադրել այդ ավելի ինքնաբավ համակարգ դառնալու համար։ Այս մասին կխոսենք, բայց թեկուզ այսքան ինչքան ուրվագծվեց, ինչ է նշանակում բնական ռեսուրսների օգտագործման կամ գերօգտագործման կամ չարաշահման տեսակետից, որտեղ է հայտնվում այդ շահգործման հետքը։ Մենք կզգանք մոտ ապագայում ինչ-որ փոփոխություններ ջրի պաշարների եւ այլն։ Եք ամեն ինչ երբեմն պետք է նայել համատության մեջ։ Գուցե ոչ երբեմն կամ միշտ, ինչի եմ ասում, որովհետեւ ըստ էության հզոր դատակենտրոնները, այդ թվում նաև արհեստական բանականությունը որպես այդպեսին, ինքը տնտեսական գործունեության, մարդու տնտեսական գործունեության տեսակներից մեկն է կամ ուղղություններից մեկը։ Եվ այս իմաստով, երբ որ մենք համեմատենք, եթե խոսք գնաց օրինակ էլեկտրականության հետ կապված, արդյունաբերություն, կոմունալ կենցաղային տնտեսություններ, գյուղատնտեսություն, տրանսպորտ եւ դատակենտրոններ, այդ թվում կրիպտո եւ AI տեխնոլոգիաները, ապա կոնկրետ վերջինին բաժին է ընկնում համաշխարհային էներգիայի սպառման 1.5-ից 2% Ընդհանրապես դա, հա։ Ընդհանրապես համայնության մեջ։ Հա։ Որովհետեւ օրինակ արդյունաբերությունը մոտ 40%-ն է սպառում ամբողջ էներգիայի, գյուղատնտեսությունը գալիս է մոտ 35%, ու այնտեղ արդեն տարբեր տոկոսներ, բայց մեզ համար քանի որ այս ոլորտն է հետաքրքրում, մոտավորապես 1.5-ից 2% է ամբողջ համաշխարհային էներգիայի սպառման։ Բայց ինչն է նաև այստեղ հետաքրքրական, որ սրա այս ոլորտի նկատմամբ էներգիայի աճի տեմպը բավական բարձր է։ 2024-25 թվականի տվյալներով մոտ 17% աճ է նկատվել էներգիայի սպառման, ինչը նաև գրեթե համատական է տրանսպորտին, որտեղ եթե համաշխարհային ծավալի մոտ 2-ից 4%-ն է բաժին ընկնում, ապա մոտավորապես 38-40%, երբ որ նայում ենք թե ինչքան էներգիա պետք է այդ ոլորտին նախորդ տարվա համեմատ, մոտ 30% պահանջարկը ավելացել է։ Հիմա ինչ վերաբերում է բնական ռեսուրսների օգտագործման տեսանկյունից։ Եթե տեսեք, այստեղ բնական ռեսուրս ասելով երկու հարթության մեջ պետք է նայենք։ Առաջինը ռեսուրսներ, որոնք կարելի է կտրել իրանց բնական միջավայրի ձև տանել, դրանք օրինակ հազվագյուտ տարրերն են կամ մետաղական տարրերը, որոնք օգտագործվում են տարբեր տեսակի սարքերի, թե չիպերի, թե էներգիայի ստացման բատարեյականների արտադրության համար, եւ մյուս հատվածը, ասենք մարտկոցների արտադրության մեջ, եւ մյուսը դա հենց կոնկրետ տարածքն է։ Ասենք բնական ռեսուրսը որպես տարածք, որտեղ որ տեղակայվում են դատակենտրոնները։ Հիմա այս իմաստով տեսեք ինչն է այստեղ հետաքրքրական։ Նախ առաջինը, երբ որ մենք խոսում ենք հազվագյուտ մետաղների եւ օրինակ թանկարժեք մետաղների օգտագործման մասին, որոնք որ պետք են այս տեխնոլոգիաները շահագործելու եւ զարգացնելու համար, հատկապես հազվագյուտ մետաղներ, կոբալտ, լիթիում, գերմանիում, նոմադիում, այսինքն արմենիում չկա։ Չէ, արմենիում չկա մեջը,
Այսինքն այն մետաղները, որոնք որ պետք են ինչպես սարքերը օգտագործելու կամ պատրաստելու, ինչպես նաև դրանց էներգետիկ աղբյուրները ապահովելու համար, իրանք սովորաբար բնականորեն ցրված տեղաբաշխում ունեն ու հավաքական միավոր չեն կազմում եւ շատ դժվար է իրենց արդյունահանել։ Սա առաջի կարևոր կետերից մեկն է։ Երկրորդ, այդ տարրերը արդյունահանելու հետ կապված նաև որոշակի բնապահպանական խնդիրներ կարող են առաջանալ, որոնք պետք է նախապես կարգավորել եւ հասկանալ ոնց են արդյունահանում։ Այսինքն դրանք այն ռեսուրսները, որոնք տարածքից կտրելով ենք օգտագործում այս տեխնոլոգիաների մեջ։ Երկրորդ մասը վերաբերում է հենց բուն տարածքին, այսինքն ինչ մակերեսով տարածք է անհրաժեշտ։ Երկրորդը այդ տարածքը ժամանակին եղել է արդյունաբերական, հետո դարձել է գյուղատնտեսական, հետո դարձել է հատուկ պահպանվող տարածք, թե ինչ, այսինքն տարածքի կատեգորիայի փոփոխություն է պետք, որպեսզի նմանատիպ դատա սենտերները կարողանան տեղակայվեն եւ ժամանակի ընթացքում էլ դատա սենտերներն էլ իրենք ըստ էության տարածական ածուի միտումներ ունեն, այսինքն այնպես ինչքան էլ որ մենք ինֆորմացիան սեղմում ենք, ամեն դեպքում որոշակի մակերես է պետք լինելու, որ այդ կենտրոնները տեղակայվեն։ Ահա։ Եվ վերջում մի բան էլ շեշտեմ, այստեղ բնական ռեսուրսների առումով ոչ այնքան ռեսուրս հանգամանք ես կշեշտեի, որքան այս պարագայում բնական պայման։ Սիլիկոնյան հովիտը սիլիկոնյան հովիտ դարձավ զուտ նրա շնորհիվ նաև, որովհետև ճիշտ աշխարհագրական տեղադիրք էր ընտրված իր կլիմայի տեսանկյունից։ Որովհետև նմանատիպ դատա կենտրոնները պահանջում են ավելի զով կլիմա, որովհետև եթե մենք ունենք բավականին մեծ էներգիա սպառող եւ ջերմացող սարքավորումներ, հետեւաբար արտաքին պայմանները պետք է լինեն զով եւ համատաբար կայուն կլիմա ունենանք զովություն ապահովելու համար։ Եվ այստեղ տեսանկյունից նաև կլիմայական այս ռեսուրսներն են անհրաժեշտ, ու պայմաններն են անհրաժեշտ, որպեսզի կարողանանք արդյունավետ կառավարել։ Շատ լավ։ Տեսեք, ես հիմա ընթացքում մտածում եմ, որ ինչպես տամ հարցերը, որ տպավորություն չլինի կամ այն կողմ չգնա խոսակցությունը, որ մենք պետք է վախենանք, մենակ բնությունը պահպանենք, դեմ լինենք ինչ-որ դատակենտրոնային, բայց մտքումս պտտվում է մի մտավախություն, ասեմ թե մտահոգություն, որ մենք այնպիսի երկրներից ենք, որոնք ավանդաբար եղել են, չեմ ասում այսպես է հիմա, չգիտեմ ոլորտը ինչպիսին է հիմա, բայց կարող են դառնալ, այսպես ասած, տեխնոլոգիական գաղութներ, հա, որտեղ հարմար դառնան այդ չգիտեմ, այդ տենց բնական միջավայրի փոփոխության թեկուզ գնով, ջրային ռեսուրսների գերօգտագործման գնով, ինչ որ փոփոխություններ հանուն տեխնոլոգիայի արտադրության։ Ունենք մենք այսպիսի ռիսկ, թե դեռ կարող ենք այդքան մեզ չերևակայել ու չվախենալ, էլի։ Ինչ կասեք։ Այսինքն մենք արդեն այդ շեմին ենք, որ կարող է շատ հյուրընկալ ենք, քան կարող ենք։ Եկեք ես մի երկու հավելում էլ անեմ։ Այդ բնական ռեսուրսներից նաև ջուրն է, որովհետև տարբեր data center-ները նաև ջուրով են հովացվում եւ օրինակի համար այդ հովացման համար բավականին շատ մեծ քանակությունով ջուր է պետք եւ տարբեր data center-ներ ԱՄՆ-ում կառուցում են ինչ-որ լճերի, գետերի կողքը, որտեղ նման ջրի աղբյուր կա եւ արդեն քանի որ իրանց մոտ այդ process-ը բավականին շուտ է սկսել, մի քանի տարի արդեն սկսել է, իրանց մոտ խնդիր առաջացել արդեն բնապահպանական, քանի որ այդ ջուրը գրեթե ամբողջությամբ սկսում է վերցնել։ Այսինքն այդ մի խնդիր է։ Մյուս խնդիրը բնական ռեսուրսներից նաև կարելի ասել գազը, որտեղ այդ էներգիայի աղբյուրը նաև հիդրոէլեկտրակայաններն են եւ գազի աղբյուրներով էլեկտրակայանները, որոնց արտադրության շնորհիվ, երբ որ արդեն շատ էներգիա արտադրվում, այդ CO2 գազի արտանետումն է բավականին շատանում, այսինքն իրականում բավականին շատ ազդեցություններ են լինում։ Դրա համար շատ տեխնոլոգիաներ կա, որոնք թե օրինակ մեր գերհզոր համակարգիչը, որը ոչ թե EPI-ն է, այլ Firebird-ը տեղակայելու է, Հրազդանում է գտնվում բավականին էլիզով կլիմայում, այսինքն փորձում են զով կլիմաներում դնել մեկ, նույնիսկ փորձում են ջրի տակ դնել երկու, նույնիսկ խոսակցություններ էլ կա, որ փորձում են դեզերքել ուղարկել երեք, չգիտեմ, ինձ թվում է դա մի քիչ արդեն ավելի շատ ապագայացնող գնում։ Ամեն դեպքում նման խնդիրներ կան։ Իսկ ինչ վերաբերում է գաղութի, տեխնոլոգիական գաղութի, նայեք, մեծ հաշվով նույն այդ գերհզոր համակարգիչների սպասարկման համար արդեն Հայաստանի պետք է նոր էլեկտրակայաններ։ Եվ ինչքան ես տեղյակ եմ, Firebird-ն իրանք էլ են կառուցելու համապատասխան մի էլեկտրակայան, այսինքն
հնարավոր չէ այնպես լինի, որ կառուցեն եւ այդ հոսանքը վերցնեն արդեն սպառող եղած ենթակառուցվածքից, բայց ինչ որտեվ դա վտանգավոր առաջին հերթին պետքա ցանցը բավականին կայուն լինի ու դրա համար շատ են կառուցում այդ էներգիա աղբյուրների ոնց որ բազմազանությունն է պետք է ապահովել ու կառուցել Հայաստանում դեռ նման ներդրումներ մի քանիսն ինչպես գիտեք ու տարածքներն այդքան շատ չեն օգտագործվում բայց տենդենսը այն է որ տեսնում են ԱՄՆ-ում արդեն տարբեր տեղեր մեծ ընկերություններին արգելում են կառուցել նման խնդիրներից ելնելով եւ ակնհայտ է եթե մի ինչ որ մի process է տեղի ունենում որ անընդհատ պահանջում է էներգիայի կամ ռեսուրսների օգտագործում ուշ թե շուտ պետությունը սկսում է դա կարգավորել այս փուլը Հայաստանում իսկ դեռ սահմանային փուլում է գտնվում բայց աշխարհում նման տենդենսը դիտվում է իրականում այսինքն ուշ թե շուտ դա եւ մեր մոտ կլինի այդ ուշ թե շուտը երևի տարբերություն տալիս է չէ որովհետեւ պրոակտիվ կլինենք թե ռեակտիվ դա կարող է բնությանը եւ հատկապես կուսեի ջրի մասին մի քիչ խոսենք շնորհակալություն Հայկին ջրի հետ կապված շեշտադրում անելու առումով այստեղ Թանր առմամբ թե էներգիայի թե ջրի օգտագործման տեսանկյունից գլոբալ կոնցեպտը որ կոչվում է կայուն զարգացում եւս մեկ անգամ պետք է շեշտենք այսինքն մենք գիտենք որ տեխնոլոգիա ենք օգտագործել իր համար կա էներգիա եւ ջրի անհրաժեշտ բարձր պահանջարկ այսինքն պետք է մեծ քանակությամբ էներգիա եւ ջուր հիմա խնդիրը այստեղ դրա կայուն օգտագործման մեխանիզմները ընտրելու եւ գտնելու մեջ են ու առաջին ամենահայտնի հեծանիվ չենք օրինի բայց դա ջրի շրջանառու օգտագործման մեխանիզմներն են այսինքն երբ որ ջուրը օգտագործում ենք հետո անհրաժեշտ ըստ օգտագործման բնույթից կախված հետագա գործողությունները թելադրված լինելով դրանով մաքրում են հետո նորից են օգտագործում այսինքն վերաօգտագործում ցիրկուլյացիոն օգտագործում է կամ շրջանաձև տնտեսության կոնցեպտով նույնը նաև վերաբերում է էներգիային բայց այստեղ ոչ այնքան շրջանաձև տնտեսության առաջին հերթին որքան որ այսպես ասած մաքուր էներգիայի աղբյուրների օգտագործման զարգացման ուղղակի այստեղ մի հատ կարևոր նրբություն կա ոչ այնքան շատ էներգիայի օգտագործումն է կարևոր այս տեխնոլոգիաների համար, որքան որ դրանց անխափան մատակարարումը։ Այսինքն դուք կարող եք շատ լավ մաքուր էներգիա ունենաք, բայց ընդհանրապես 1 վայրկյան անջատվի էներգիայի սնուցում եւ այդ ամբողջ համակարգը արդեն ռեստարտի անհրաժեշտությունն բավական մեծ վնասներ տա։ Այսինքն հետեւաբար այստեղ նաև տեխնոլոգիական կայունությունն է պետք եւ այդ նոր տեխնիկական միջոցների ճիշտ օգտագործման տեսանկյունից։ Ինչ վերաբերում է էկոլոգիական գաղութացման ասպեկտին, ուրեմն տեսեք, երբ որ ասում ենք գաղութ, նշանակում է մի տարածք, որը օգտագործվում է մեկ այլ տարածքի կողմից իր սոցիալական, տնտեսական, քաղաքական եւ այլ խնդիրներն ու կարիքները բավարարելու համար։ Նախադեպեր կան, այնպես չի որ չկան, հա, հանքարդյունաբերության։ Հիմա տեսեք, գոյություն ունի էկոլոգիական գաղութացում, որի պարագայում դու գնում ես տարածքի ռեսուրսները վերցնում ես, տանում ես թողնում ես այդտեղ թափոնները, մաքուր ռեսուրսները տանում ես քո երկիր, հետո արտադրում ես վերջնական արտադրանք, հետո նույնիսկ վաճառում ես այն երկրի վրա, որտեղից որ ռեսուրսը գնացել է։ Բայց այս պարագայում այդ երկրի օգուտը որն է, երբ որ ստեղծում է գործարան, աշխատատեղ, սոցիալական խնդիրներն է լուծում, մարդիկ կարող են որոշակի կայունություն տնտեսական ապահովել, բայց երկարաժամկետ կտրվածքով ռեսուրսները սպառվեց, դու դրա տերը չես եւ այլն եւ այլն։ Հիմա երբ որ մենք ասում ենք տեխնոլոգիական գաղութացում, այդ պարագայում նաև պիտի տեսնենք ինչն է գաղութացվում մեր երկրում կամ ընդհանրապես ոչ թե մեր երկրում, այլ այն երկրում, որը ենթադրաբար տեխնոլոգիական գաղութ պիտի դառնա եւ չգիտեմ ինչքանով ընդունելի կլինի այս արտահայտությունը, ինչքանով է արժանի տվյալ երկիրը ճակերտավոր դառնալ տեխնոլոգիական գաղութ, որովհետեւ այս պարագայում պոտենցիալ գաղութացնողի տեսակետից, այսինքն պոտենցիալ ունի ինքը այդպեսին լինելու։ Ինչի՞ որովհետև այստեղ մենք հարցին չպետք է միայն նայենք բնական ռեսուրսների հարստության կամ հազվագյուտ մետաղների առկայության, համապատասխան գործոններ, որոնք դրանք կարող են մշակել եւ դարձնել վերջնական արտադրանք կամ կլիմական պայմաններ, այստեղ գալիս է նաեւ գլոբալ անվտանգության հարցադրումը, այսինքն այն տարածաշրջանը, որտեղ որ ստեղծվեն այդպիսի դատա կենտրոններ, ինքը աշխարհաքաղաքական տեսանկյունից ինչքան կայուն կարող է լինել, որպեսզի հանկարծ եթե գլոբալ խնդիր առաջանա, դատա կենտրոնը
չտուժի եւ ամբողջ ռիսկ օգուտ աշխարհում գնահատման արդյունքում մենք ինչպիսին ենք։ Հիմա օրինակ տեսեք, եթե ասենք ամենահզոր դատա կենտրոնները ներկայումս գտնվում են Ամերիկայի տարածքում, Այովայի նահանգում են, Օրեգոն, ունդեղ էլի այդ հատվածներում, որոնք աշխարհաքաղաքական տեսանկյունից գոնե երկարաժամկետ էսպայթությամբ տեսլականով կայուն միջավայր է։ Հիմա, այսինքն, երբ որ մենք ուզում ենք երկիրը դարձնել այնպիսի տարածք, որը դատա կենտրոն կդառնա ու այդպիսի տեխնոլոգիական հզորություն կունենա, սա առաջին ասպեկտը։ Այսինքն, իհարկե մի քիչ վիճելի կետ եմ ասում, բայց ամեն դեպքում, բայց մյուս տեսանկյունից էլ տեխնոլոգիական գաղութ ասվածը ոչ մի պատիվ չի բերում երկրին։ Ես մի քիչ պրովոկացիա եմ անում, որ տեսնենք ուր ենք գնում։ Իրականում ես չեմ կարծում, որ մենք տեխնոլոգիական գաղութ կարող ենք դառնալ կամ այդպեսին պետքա լինի Հայաստանի Հանրապետությունը։ Ուղղակի մենք ունեցած ռեսուրսների եւ նոր իրողությունների պայմաններում իսկապես կարող ենք դառնալ դատա կենտրոն, բայց այստեղ գալիս է բայց, որը մեր նախորդ քննարկած թեմաներին է վերաբերում։ Դա կայուն էներգիայի աղբյուրներն են, կայուն ես նկատի չունեմ մաքուր, այլ մշտական հարատև էներգիա, որ հանկարծ չգտնվի ու այդ դատա կենտրոններին վնաս չտա։ Եվ երկրորդ ասպեկտը դա ջրային ռեսուրսներն են։ Երբ որ մենք ասում ենք Հայաստանը սակավաջուր երկիր է, իրականում ոչ այնքան սակավաջուր, որքան արկա ջրային պաշարներ ռեսուրսներ ունեն, մենք ճիշտ չենք օգտագործում։ Այ ուզում եի կներեք էլի, որ այ հենց այդ վերաշրջանառման մասին խոսեցիք, ուզում եի իմանալ Հայաստանը այդ առումով որտեղ է փորձեր արել է նախադեպեր կան, թե դեռ պիտի սովորենք։ Իմ կարծիքով, տեսեք, մի հատ փաստ բերեմ, Հայաստանում կան ջրի մաքրման կայաններ, որտեղ իրականացվում է բացի մեկից միայն մեկ մաքրում։ Դա մեխանիկական մաքրումն է։ Մնացած բոլոր կայանները իրականում մի տեղ էր, որ նաև կենսաբանական եւ քիմիական է, բայց շատ փոքր ծավալով եւ գյուղատնտեսական Արմավիրի մարզում մնացած բոլոր կայաններում ջուրը մաքրվում է միայն մեխանիկորեն։ Եվ այսինքն, եթե մենք տեսեք ընդհանուր առմամբ, եթե ուզում եք մի բան աշխատի, իմ կարծիքով դա պետքա գլոբալ համակարգի մեջ դնենք։ Հիմա եթե մենք գլոբալ համակարգի կազմակերպչական թե ջրային ռեսուրսների կառավարման, թե էներգետիկ ռեսուրսների կառավարման մեջ կուռ համակարգ չունենք, հետո գալիս է մի ինչ-որ գործիք արհեստական բանականության դատա կենտրոնների։ Ինքը ինչքանով էլ որ լավը լինի, իր բերած հարցադրումներով այս համակարգի մեջ շատ մեծ խնդիրներ է ունենալու տեղայնացման։ Պետքա տեղավորվի կամ չտեղավորվի։ Ինչի, որովհետև եթե մենք չունենք ջրի շրջանառու համակարգի ներդրված ամբողջական մեխանիզմ ու խոսում ենք դատա կենտրոններում ջրի շրջանառու համակարգի առկայության մասին, դա արդեն համակարգային տեսանկյունից բավականին լուրջ հարցեր է առաջացնում։ Ոնց որ ենթակառուցվածքն է մեկը համակարգում չկա, ոնց կարող է սպասել։ Խոսքը նրա մաս չէ, որ ինքը չպետք է լինի։ Ուղղակի գալուց պետք է նաև այս տեսանկյունից հարցնալ, որ ինքը լինի արդյունավետ։ Հիմա որպես հենց նյութագիտության ֆիզիկայի տեսանկյունից հարցերին նայող մասնագետ, դուք ինչ արձագանք ունեք այստեղ, ու արդյոք դուք զգում եք օրինակ այդ ռիսկերը, որ կարող են լինել այդ կայունության, ոնց որ կայուն օրինակ էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներ բան մենք կարող ենք ունենալ, եթե ծավալները մեծանան, այսինքն մեր կոնտեքստը թույլ է տալիս էլ ավելի զորեղ բաներ բերել, թե պետքա գորի ասած հարցերը լուծենք նոր։ Խնդիրը բազմակողմանի է, այսինքն համ պետք է նման ձևով մոտենալ, համակարգականացնել, կան աշխարհում հայտնի լուծումներ, որոնք բնականաբար թանկ են, նաև քաղաքական են, ունեն ատոմային էներգետիկան, այսինքն ամենալավ լուծումներից մեկը ատոմային էներգետիկան է, կամ այլ տեսակի բաներ, բայց կա նաև խնդիրներ, որոնք գիտական կամ գիտության դաշտում են գտնվում։ Հիմա տենդենս կա այնպիսի մաքուր էներգետիկա սարքել, այսինքն արևային պանելներ, որոնք միանգամից նաև մարտկոցների դեր են խաղում, այսինքն փորձել երբ որ արևը կա կուտակել եւ միանգամից պահել, երբ որ արդեն արևը ման մտնի, այդ կուտակած էներգիան տալ։ Այսինքն կան տարբեր մարկոսների լավացումը, առհասարակ առանձին։ Հիմա նույնպես մարկոսների ուղղությամբ բավականին մեծ հետաքրքրություն կա գիտության տեխնոլոգիայի տեխնոլոգիական ընկերություններում եւ փորձում են մասշտաբները եւ տարողունակությունները մարկոսների բավականին շատացնել։ Դա նույնպես թե էլի հումքի հարցեր կա,
կոբալտի եւ այլ մետաղների, սակայն այսինքն էքսպերիմենտալ նաև հետազոտություններ են դեռ գնում բնականաբար կա գիտական խնդիր նենց անել, որպեսզի մարկոսներում տարբեր նյութերը փոխարինվել, չգիտեմ, լիթիումը փոխարինվի, կոբալտը փոխարինվի, այլ տեսակի, բայց դրա համար պետք է նախ աշխատող մի մարկոց, դրա մեջ արդեն քիմիան է փոխվում, բազում շատ գիտական խնդիրներ կան, այսինքն խնդիրը իրոք բազմակողմանի է, թե հայտնի տեխնոլոգիաները ինչ որ չափ փոխարինում, սակայն այդ մասշտաբն էլ այնուամենայնիվ չի հերիքի, որպեսզի կանխատեսվող պահանջարկը ոնց որ սպառել, դրա համար պահանջարկը ոնց որ մի տեսակ արագացման մեջ է, բավականին մեծ էքսպոնենցիալ գալասել բանով կախվածությամբ աճում է, շատ տարբեր լուծումներ կան, օրինակ նույն փորձում են այնպիսի ճիպեր արտադրել, որոնք ավելի քիչ էներգիա կծախսեն, բայց խնդիրն է ինչքան շատ նման ճիպերը հաջողվի սարքել, այդքան ավելի շատ կտեղավորվեն մի սերվերային համակարգում, այդքան ի վերջո ավելի շատ էներգիա սկսեն նորից ծախսել, այսինքն փորձել նենց անել, որ այդ արտադրվող ջերմությունը նաև օգտագործվի հոսանք սարքելու համար, թերմոէլեկտրիկ նյութեր են դրանք կոչվում, դրանց լավացման, այսինքն բազում խնդիրներ կան, եթե հարցի իրոք այդ գիտական, նյութագիտական տեսանկյունից նայենք, տեխնոլոգիական բազում լուծումներ լինելու է ի վերջո, բայց դա բերել է նույնպես էլի պահանջարկի մարդկանց շատացմանը, այսինքն ոնց որ երկու պայմանականորեն ասեմ, տեսեք իմ ասածս ինչքանով է տեղին, երկու մակարդակ կա, հա, խնդրի լուծման կամ հասցեագրման, խնդիրը ոչ թե վատ իմաստով, այլ այսպես մեծացող, հա, ոնց որ տեխնոլոգիական այս արագացման կոնտեքստում մեծացող պահանջարկների ֆոնին կա գիտական մակարդակը, որտեղ հավաքում են ու հենց գիտության ներսում փորձում են նորանոր լուծումներ տալ, բայց կա նաև քաղաքական կամ այսպես policy մակարդակը։ Այս թեմայով կարող եմ մի քիչ խոսենք, էլի մենք ինչ ունենք անելու։ Հայաստանը մասնակցում է, հա, քաղաքական մակարդակում լուծումների փնտրտուքին գոնե կամ այդ դիալոգների խոսակցություններին։ Այդ մեզ ինչ որ ես նաև որպես հիմա դիլետանտ եմ հարց տալիս, որտեղ ես ոլորտի մարդ չեմ, մեզ ինչ մի հատ եթե պարզեցնեմ հացը, մեզ նոր ատոմակայան է պետք, մեզ պետք է որ դա հենց ինչ որ կոնկրետ երկրի ատոմակայան, չգիտեմ։ Ես ասեմ հետեւյալը, ինչու է դա քաղաքական հարց։ Ակնհայտ է, որ Հայաստանի պետք է ինչքան գնանք արդյունաբերության կապ չունի AI ֆակտորի է, թե ուղղակի ֆակտորի է, էներգիայի աղբյուրը առաջնային է, այսինքն ինչքան հնարավոր է պետք է էներգիայի աղբյուրների ստեղծման այդ գիգավատերը շատացնել։ Դրա աղբյուրները տարբեր են, մեկը ատոմային է, մյուսը արևային է, մյուսը գետերի, գազերի, շատ տարբեր են, բայց այդ տեխնոլոգիաները ինչ որ բոլորին հասանելի են, տարբեր երկրներ են դրանք ծախում, նույնն էլ ատոմային է, այսինքն տարբեր հայտնի մեծ, այսպես ասած, մենաշնորհներ կան, հա, այսինքն Ռուսաստանն է, Ֆրանսիան է, Ամերիկան է։ Այստեղ նույն ոչ միայն հարցային է, թե ով է ծախում, այլ ում կծախի, ում չի ծախի, ճիշտ է։ Բնականաբար դա քաղաքական հարց է, ես այնպես չեմ կարող դա շատ պատասխանել, բայց հարցը այն է, որ դրանք տեխնոլոգիաներ են, որոնք ծախվում են արդեն պատրաստի, ոչ մեկ չի տալիս հնարավորություն ուրիշը դա արտադրելու։ Ամեն մեկը յուրաքանչյուրը իրան ունի, ամեն մեկը իր գինը ունի, որոնք բավականին մեծ գումարներ են, շատ մեծ գումարներ են։ Ինձ թվում է, երևի մասնակից չեմ, բայց իմ կարդացածով, ընդհանրապես կարդացել եմ, ես այդ ոլորտի ֆիզիկոս էլ չեմ, բայց միլիարդների կարգի է հասնում մեկ ատոմական զրոյից հավաքելը, այսինքն բավականին լուրջ գումարներ են։ Ահա։ Եվ ինքնաբավության երկրի մակարդակով չես կարող հավակնել, չէ՞։ Այսօրվա աշխարհը կապված է տնտեսությամբ, նաև այլ ռեսուրսների տեսանկյունից էլ ասեմ, օրինակ թանկ մետաղների, թանկարժեք մետաղներից մեծ մասը գտնվում է Չինաստանում, ու եվրոպական տարբեր ընկերություններ, նաև ամերիկան, բոլորը հասկանում են, որ պետք է այնպիսի տեխնոլոգիաների անցնել, նույն մարտկոսների, ունենք մեր գիտական թեմա մարտկոսներն են, դրա համար կարող եմ լավ ասել, այնպիսի նյութերի անցնել, որոնց արդյունքում կախվածությունը այդպես քաղաքական լարվածությունների միջոցով քիչ կլինի։ Նա կոբալտի մեծ մասը ի վերջո Աֆրիկայից է գալիս։ Տարբեր թանկարժեք մետաղները Չինաստանում են գտնվում ու բոլորն է տեղյակ են, որ ինչ որ տարբեր լարվածություններ կան եւ ինչքան ԱՄՆ-ն է արգելքներ դնում, այնքան էլ Չինաստանը արգելք դնում տարբեր մետաղների համար եւ ի վերջո այդ բոլոր մետաղները նաեւ թունավորել են
Այսինքն կա տենդենց այնպես անել, որ օրգանական կամ մաքուր նյութերով սարքել մարտկոցները։ Այդ բավականին որպեսզի մի երկրից կախվածություն չլինի, այլ չէ՞։ Բնականաբար դա, որտեղ այդ կախվածությունը բավականին թանկ է վերջին նստում, օրինակ մի գիտական ուղղությունը, որը լծակ է դառնում, օրինակ, մի գիտական ուղղությունը, որ մեր լաբորատորիայում էլ կա, դա օրգանական կաթոդների նյութերի բացահայտումն է։ Բնականաբար կան ինչ-որ պրոտոտիպներ աշխարհում, սակայն բավարար չեն, այո, բավարար չի մեծամասշտաբ արտադրության համար։ Տարբեր ֆիզիկա-քիմիական հատկություններ կան, որոնք պետք է բարելավել եւ նոր նյութեր ստեղծել։ Հիմա մեր լաբորատորիան մի ուղղություն է իհարկե։ Սինթետիկ ինչ-որ, ոչ թե հայտնաբերել, այլ ստեղծել, ճիշտ ասած, չէ՞։ Այո։ Նախ հայտնաբերել, հետո ստեղծել մեծամասշտաբ քանակությունով։ Այսինքն այդ նման իդեաները, նման ուղղությունները գիտական, այսինքն իրանք բավական տարիներ առաջ են նայում եւ աշխատում են։ Նույն լիթիում-իոնային մարտկոցների առաջի հոդվածը 83 թվականին ինչքան հիշում եմ 80-ականներին էր, որի համար Նոբելյան մրցանակ ստացա 2019 թվականին, բայց մեծամասշտաբ արտադրությունը ընդամենը մտավ այդ հոդվածից հետո 15 տարի հետո։ Այսինքն այդ ամեն ինչը գիտությունը բավականին շուտ է սկսում մտածել, փորձել, բայց հետո պետք է վերահաստատի, վալիդացնի, ինչ է փորձարկել, այդ ամեն ինչը շատ դեպքերում արդեն գիտության AI-ի շնորհիվ բավականին արագացել է, ու AI դա-ն այնքան արագ է, որ իրականում շատ մեծ մրցավազք է։ Բայց այդ մրցավազքին մենք դիմանում ենք, չէ՞, ասեք, որ հա, Հայաստանը մասնակցում է, դուք որպես գիտական միավոր զգում եք մաս։ Բնականաբար, ասեմ ձեզ, օրինակ նույն սերվերների առկայությունը, այս գերազոր համակարգիչների առկայությունը փաստում է, որ արդեն իսկ հնարավորություն կա այդ մրցավազքին մասնակցել ու առասարակ այսպես գլոբալ բնույթ է, որ առաջադեմ գիտության համար անհրաժեշտ են առաջադեմ սարքեր։ Հայաստանում բարեբախտաբար սարքերի ներմուծում վերջին մի քանի տարի տեղի ունենում եւ դրանից մեկը մեր ոլորտի համար արդեն հաշվարկային գերազոր համակարգիչն է ու շատ երկրները չէ ու շատ համալսարանները չէ որ ունեն նման հնարավորություն, ասեմ ձեզ, հետեւաբար շատ լավ առիթ է այս մրցավազքին մի քիչ առաջ գնալ եւ փորձել ինչ-որ նոր բաներ, թե մոդելներ սարքել, թե նյութեր փորձել առաջարկել։ Շատ լավ, Գոր, երկար խոսեցինք, բայց ուզում եմ դուք էլ, եթե իհարկե գուցե այլ արձագանք ունեք Հայկին, բայց նաև այդ եւ գիտական եւ այսպես ասած քաղաքական կամ պետական մակարդակում խոսել ունենք ձեր ոլորտի տեսանկյունից ինչ։ Շարունակեմ, որովհետեւ բավական լավ ներկայացրեց, մի քանի ասպեկտներ շեշտադրեմ, նախ առաջինը գիտական մակարդակով այստեղ մի փոքր նաև կազմակերպչագիտականին անդրադառնանք, ինչ իմաստով, եթե մենք նոր տեխնոլոգիաներ ենք ստեղծում ու այդ տեխնոլոգիաների համար օգտագործող նյութերը նաև խնդիրներ են առաջացնում, հետեւաբար գիտականորեն պետք է հիմնավորվի նաև դրանց սերտիֆիկացման գործընթացը, այսինքն մենք պետք է օրինակ ոնց որ գոյություն ունեն կայունության գլոբալ սերտիֆիկատներ տարբեր արտադրանքների եւ ծառայությունների համար, նույն ձևով համապարփակ կերպով այս տիպի արտադրանքների եւ ծառայությունների AI-ի անհրաժեշտություն լինելու կայունության սերտիֆիկացման, կայուն զարգացման կոնտեքստով սոցիալական, տնտեսական, բնապահպանական ասպեկտները հաշվի առնող սերտիֆիկատ։ Սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական։ Միաժամանակ պետք է սրանք ապահովվեն ցանկացած գործունեության մեջ։ Ուրեմն մյուս կարևոր կետը, ինչը վերաբերվում է տեխնոլոգիաների օգտագործման ու տարածմանը, այստեղ նաև մի փոքր կապենք նախորդին, այսինքն տեխնոլոգիական գաղութ, որ ասում ենք, շատ կարևոր է մեզ հարց տալ որպես պետություն, մենք կարողանում ենք know-how ստեղծել, թե ոչ, որովհետև մենք պետություն տեխնոլոգիա օգտագործող ենք, թե տեխնոլոգիա ստեղծման գործընթացի մասնակից ենք։ Այսինքն այս հարցին պետք է, գիտեք, մի բան է ցանկություն, մի բան է արդեն գոյություն ունեցող տեխնոլոգիական կենտրոնների կողմից թույլտվություն, շակերտավոր ասած, որովհետև ինչքան, այո, եթե մրցակիցները շատ են, քո որակը կբարձրանա, բայց այդ մրցակիցների շատ լինելն է որոշակիորեն քաղաքականության տեսանկյունից կարգավորվում է։ Այսինքն, եթե քո մոտ է տեխնոլոգիան կա, արդեն know-how-ն քեզ է պատկանում եւ դու չես փոխանցում կամ թույլ չես տալ ինչ-որ մեկը օգտագործի ու արդեն առաջանում են շատ նաև իրավական հարցեր։ Հետևաբար այստեղ շատ կարևոր է տեխնոլոգիայի օգտագործման know-how-ի եւ մտավոր սեփականատեր լինելու հանգամանքը։ Մյուս, երբ որ անցում կատարենք դեպի policy կոչվածին, նայենք երկու հարթության մեջ՝ ներքին
քաղաքականություն եւ քաղաքական politics իմաստով, որը կարող է լինել եւ ներսում եւ արտաքին քաղաքականության տեսանկյունից։ Հիմա եթե նայում ենք policy-ին, որը քաղաքականությունն է, այսինքն ինչ պայմաններ ստեղծենք օրենսդրական դաշտով եւ պետական մոտեցման տեսանկյունից, որպեսզի այդ ոլորտը կարգավորվի, իրականում քանի որ այստեղ շատ ասպեկտներ են ի հայտ գալիս։ Օրինակի համար, եթե մենք խոսում ենք բնապահպանական հարցերի մասին, այս տիպի ձեռնարկությունների ստեղծման, օրինակ այդ գոյություն ունի ՇՄԱԿ, շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի օրենսդրություն, եւ ցանկացած հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվող միավոր, մինչեւ դա դրական չունենա, չի կարող զբաղվել։ Հիմա եթե մենք տեսնում ենք, որ առաջին հայացքից այսպես կոչված սպիտակ օձիքավորների տնտեսության մի բաղադրիչը AI ըստ էության մտնում ենք, աշխատում ենք, մեր օձիքը չի կեղտոտվում, բայց հանքափորը մտնում է հանքափոր, սև դուրս է գալիս։ Եվ սա փոխաբերական իմաստով, այսինքն սպիտակ օձիքավորների տնտեսության այս բաղադրիչը արդյոք շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից օրենսդրական ինչ-որ փոփոխություններ պետքա առաջ քաշի, նոր կարգավորումներ մտցնեն, թե չէ։ Որտեղ դժվար տեսանելի, բայց այնուամենայնիվ առկա ազդեցություն կա։ Սա մի բաղադրիչ է։ Հաջորդը սոցիալական ասպեկտով, որովհետև երբ որ մենք տարածքներ ենք օգտագործում, ուրեմն հողերի օտարում կարող է տեղի ունենալ։ Հիմա այդ օտարում ոնց որ մարդու, այսինքն տարածքի օգտագործման իրավունքը ոնց կարող է ապահովել։ Ու տնտեսական տեսանկյունից քաղաքական իհարկե երբ որ ասում ենք AI, իրենք շատ process-ներ արագացնում են, ցանկացած տեխնոլոգիայի ամենամեծ առավելությունից մեկը երևույթները արագացնելն է։ Այսինքն մենք շատ ժամանակ ենք խնայում, իսկ ինչ որ գործ անելու համար մեզ պետք է ժամանակ, որպեսզի արդյունք ստանանք։ Հիմա այս տեխնոլոգիաները բերել են նրան, որ մենք կարճ ժամանակում շատ գործողություն ենք անում, հետևաբար ինչ որ մի հսկայական ժամանակ մնում է, սա նշանակում է մտածելու ժամանակ եւ այսինքն տնտեսական մուլտիպլիկատիվ էֆեկտի հնարավորություն է թողնում նոր արժեք ստեղծելու։ Հիմա այս ամեն ինչը նոր օրենսդրական փոփոխությունների պահանջ ստեղծում է, թե չէ, միաժամանակ ստեղծում է, ուղղակի պետք է ավելի նեղ հետազոտություն հասկանալու, որ ասպեկտին ինչպես նայենք։ Եվ մյուս հատվածը քաղաքական այլ ասպեկտ, անդադ դրան ենք գալիս միջպետական տեսանկյունից, եթե մենք հարցին նայում ենք էլի ամենագլխավոր ռեսուրսի, որը կոչվում է էներգիա այս ոլորտում, Հայաստանի պարագայում մեր էներգետիկ ամբողջ համակարգը հիմնված է գազի, ատոմային էներգիայի, ջրային ռեսուրսների եւ արևային ու քամու էներգիայի վրա այս բայի դրությամբ։ Եվ միակ ռեսուրսը, որ արտաքին կախվածություն չունի այս բային, դա ջրային էներգիան է, քամու եւ արևային էներգիան, բայց դրան գումարային մոտավորապես մի 35% են ապահովում, իսկ այն մնացածը դրսից կախվածությամբ ռեսուրսն է, այսինքն մենք ունենք էներգետիկ ռեսուրսներից կախվածություն արտաքին միջավայրից։ Գերակշռ մասը կախված։ Հիմա, բայց ում են պատկանում այն տեխնոլոգիաները, որոնք որ ստեղծում են դատա կենտրոններ։ Եվ ում են պատկանում այն ռեսուրսները, որոնցով որ Հայաստանում ստեղծում է էլեկտրաէներգիա։ Եվ արդյոք այստեղ աշխարհաքաղաքական ինչ որ բախումներ կարող են լինել, միաժամանակ կարող են լինել։ Հիմա ես չեմ ուզում ամեն ինչ բաց ասել, ինչ իմաստով, որտեղ այստեղ մենք խոսում ենք ավելի շատ հայեցակարգային մոտեցումների մասին, դրա համար ես չեմ մտնում ավելի նեղ փաստերի դաշտեր, բայց ընդհանուր առմամբ այդ հարցերը կան։ Միանշանակ, առանց դրա չի կարող լինել։ Ջրի երես դուրս կգա։ Հիմա ստացվում է, այսինքն, այո, ինչ որ մի բան ջրես է դուրս գալու։ Հիմա դրա համար, եթե դու ուզում ես ունենալ արհեստական բանականության կամ դատա կենտրոնների անկախ կայուն եւ համաշխարհային նշանակության կենտրոններ, ուրեմն պետք է քեզ հարց տաս, ինչ էներգիա աղբյուրներ ես օգտագործում եւ քո էներգետիկ տնտեսությունը ինչպեսի կախվածություն ունի, եւ այդ կախվածության սկզբնակետը մյուս կախվածություն ստեղծող սկզբնակետից, որը կոչվում է տեխնոլոգիական սկզբնակետ, իր այդ ինչ հարաբերությունների մեջ է։ Եվ ստացվում է մի հատ եռանկյուն է։ Եվ այս պարագայում արդեն դու պետքա փորձես քո ներդաշնակեցում ապահովել։ Եվ մյուս կողմից էլ չմոռանանք, որ գոյություն ունեն տարբեր սոցիալական շարժումներ աշխարհում, արտահայտվելով ֆլեշմոբի տեսքով, ասենք Greenpeace-ի շարժումը, որը հզոր բնապահպանական շարժում է կամ սոցիալական մարդու իրավունքների հետ կապված հարցեր։ Մի քիչ լրացված են հիմա այդ ձայները, բայց մեկը չէ, գիտեք, լրացված են որտեղ։ Չէ, աշխարհի մասշտաբով շատ չեմ լսում։ Դրսում էլ կարծես թե բնապահպանական ձայները, բայց այս առանձին թեմա է։ Դա մի քիչ այլ հարց է, այսինքն միայն բնապահպանական չի, սոցիալական տեսանկյունից շատ հարցեր կան։ Դա մարդկանց իրավունքների, կանանց իրավունքների հետ կապված, տեղացիների աղքատության հետ կապված հարցեր, այդ տղամարդկանց կանանց իրավահավասարության հետ կապված հարցեր շատ
բազմասպեկտ, այսինքն այս թեման այնպեսին է, որ բոլոր ասպեկտներն էլ կարող է հարել։ Հա։ Հիմա ինչ նկատի ունեմ, զուտ ամփոփելով ամեն ինչ չէ, որ այս վերջի ասած աշխարհաքաղաքականության հետ է կապված, բայց երբ որ մենք նայում ենք այն իրողությունը, որով որ ձևավորվում է դատա կենտրոնների ներկայիս համակարգը ու այն ռեսուրսներն ու պահանջները, որոնք որ դրանց վերադրված են, ապա այստեղ այս հարցը նույնպես քննարկման անհրաժեշտություն է առաջանում։ Ահա, իսկ կան սաղմնավոր ինչ որ քննարկումներ կան, թե պետք է այդպես ավելի ակնհայտ դառնա մյուս սուբյեկտների կողմից։ Այսինքն սկսվող քննարկումներ կան այս անհամապատասխանության մասնագիտական շրջանակներում գնում է խոսակցությունը, որ իրականում աշխարհաքաղաքականության մասին ավելի կոնկրետ կարելի է խոսել այն ժամանակ։ Իսկ որ դուք չեք ուզում, բայց երբ որ դու այդ աշխարհաքաղաքական ձևավորվող սուբյեկտի մաս ես, այսինքն կամ պետության ղեկավարի թիմում ես աշխատում, կամ աշխարհաքաղաքական ինչ-որ կենտրոն կա, որ այդ հետազոտություններն անում է, այսինքն աշխարհաքաղաքականություն ճշգրիտ գիտություն չի, բայց ճշգրիտ գիտություն չնելով հանդերձ դու հասկանաս այն քաղաքականությունն ու գաղափարները, որոնք որ առաջ են տարվում։ Հիմա ես շատ մանրամասն դրանք չգիտեմ, բայց այն գիտական տրամաբանությունը, որ հուշում է, վերում է նրան, որ այս հարցերը նույնպես, այսինքն տեխնոլոգիական կենտրոն դառնալու համար նվազագույնը Հայաստանի բարագայում շատ կարևոր երկու բևեռգություն են։ Տեխնոլոգիական հսկաները, ինչպիսի հարաբերություն ունեն այն պետության հետ, որից որ կախված է Հայաստանի էներգետիկ համակարգը։ Տեսեք, մենք գնացինք մինչև միջպետական հարցեր, որոնք իսկապես դեռ մենք էլ լավ չենք պատկերացնում, թե ընթանում են թե ոչ եւ ուր կտանեն, բայց առնվազն մենք գիտնականներ, հետազոտողներ ենք տարբեր բնակավարներից, իսկ խնդիրը, ինչպես դուք շատ ճիշտ ուրվագծեցիք, նույնպես միջգիտակարգային է։ Կան միջգիտակարգային խոսակցություններ, միջբնակավարային խոսակցություններ գիտնականների միջև կամ արժի որ լինեն, կուզեք մի երկու բառով արձագանքել։ Ես ասեմ ուղղակի արհեստական բանականության օգտագործման տեսանկյունից, քանի որ ի վերջո սա նոր տեխնոլոգիա է եւ հասել է արդեն գիտական համայնքին եւ բոլորը փորձում են դա օգտագործել խնդիրները լուծելու համար։ Բնականաբար շատ խնդիրներ միշտ գիտակարգային են, որը պահանջում է թե արհեստական բանականության մասնագետների, ֆիզիկոսների, քիմիկոսների համագործակցության, հա, օրինակ մեր լաբորատորիան համագործակցում է թե քիմիայի ֆակուլտետի հետ, թե քիմֆիզիկայի ինստիտուտի հետ, հա, բավականին լայն սպեկտր կա համագործակցության եւ ստիպված ենք լինում տարբեր խնդիրներ համատեղ լուծել։ Ասեմ, որ հիմնական բացահայտումների մեծ հետաքրքիր մասը միջդիսցիպլինար տեղում է տեղի ունենում եւ ի վերջո երբ որ սկսում եք մտածել թե ինչ գլոբալ խնդիր կարելի է լուծել, ի վերջո գալիս ենք այնց հարցերի, որոնք նաեւ ռեսուրսների հետ են կապ ունենում։ Օրինակ մեր լաբորատորիան զբաղվում է թե ինչպիսի նոր նյութ կարելի է ստեղծել, որպեսզի պինդ մարմնային էլեկտրոլիտներով մարտկոցներ ստեղծել, հա։ Այսինքն այս բանին գրեթե բոլոր մարտկոցներում էլեկտրոլիտը հեղուկ է կամ պոլիմերային է։ Ու դա անվտանգ չի այդքան էլ եւ մարդիկ փորձում են փոխարինել պինդ նյութով։ Հիմա այդ փոխարինման բանը բավականին լայնամասշտաբ ինդուստրիալ փոփոխություն կարող է լինել։ Այսինքն դա ի վերջո գիտական հարցը գալիս հասնում է ինչ-որ մի կիրառության, որը կարող է արդյունաբերական մասշտաբի ինչ-որ մի բացահայտման կամ փոփոխության մի մասնիկ լինել։ Հասարակական փոփոխություն է։ Բնականաբար այդ փուլում, երբ որ այդ մասշտաբի է հասնում, ամեն ինչ ներգրավում է, թե հասարակական, քաղաքական, նույն AI-ը ի վերջո սկիզբ է դրվել գիտական հոդվածից եւ գիտական աշխատանքներից, այս սկսած երբ արդեն լայնամասշտաբ տարածում է ստացել, բոլորը սկսել են նրանից օգտվել եւ նույնիսկ էթիկայի կանոնները քննարկել։ Եվ սկսել է դառնալ կարգավորման հարց, որ դուք ինչպես կանփոփեք։ Իրականում ցանկացած հարցում, այդ թվում նաեւ այստեղ միջգիտակարգային մոտեցում ուղղակի անհրաժեշտություն է, եթե շատ հակիրճ ձևակերպեմ։ Բայց միջգիտակարգայինից որևիցությունը Հայկը բավական լավ ներկայացրեց, նաև վերգիտակարգային մասին պետք է խոսենք, Մետա ոնց որ հարց։ Ինչ իմաստով վերգիտակարգային, որովհետև շատ հաճախ գիտնականները, որոնք որ տարբեր ասպեկտով, մեկը ֆիզիկա, մեկը մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, սոցիոլոգիա, հոգեբանություն հավաքվում եւ ամեն մեկը իր տեսանկյունից հարցին տալիս է լուծում, վերջնական լավ արտադրանք է ստեղծվում,
բայց ամեն դեպքում գոյություն այդ արտադրանքում համար է ստեղծվում։ Վերջնական Ոնց օգտագործողի կտորներ լինեն, որոնք դժվար են միանում։ վերջնական օգտագործողի, որը գիտնական չի։ Հետևաբար վերգիտակարգային, այսինքն համասանից դուրս, երբ որ մենք իրականում օգտագործողների տեսանկյուններն ենք նոր հավաքագրում, այդ բaragայում արդեն միջգիտակարգայինը համալրվում է իրական օգտատերերի հետադարձ կապով, որը դարձնում է տվյալ արտադրանքը ավելի, գիտեմ, կիրառական եւ օգտակար եւ մարդակենտրոն։ Ինչու՞, որովհետեւ ցանկացած գործ անելու ժամանակ շատ կարեւոր է հաշվի առնել բալանսը, հավասարակշռությունը, ինքը ոչ բնության համար է, ոչ մարդու։ Ինքը եւ բնության համար է, եւ մարդու։ Եվ այս տեսանկյունից հենց կայուն զարգացումն է, որ գալու է եւ հուշի այն սկզբունքները, որպես միջգիտակարգային մոտեցման սկզբնակետ, որով որ պետք է ներկայիս հետազոտությունները գիտական եւ նաեւ որոշակի պրակտիկ այլ գործողություններ կազմակերպվեն։ Ես շատ շնորհակալ եմ, ինձ համար շատ ինֆորմատիվ զրույց էր, որտեղ եւս մեկ անգամ վերահաստատվեց բալանսի եւ ընդհանրապես քննարկումների, միջգիտակարգային խոսակցությունների շարունակության անհրաժեշտությունը։ Հուսով եմ, որ ձեր նշած վերջնական օգտագործողի համար էլ այս զրույցը հետաքրքիր էր։